Ինչ նպատակով է Բաքուն այս փուլում անցել բազմիցս փորձած գործելավոճին ու տեղեկատվական գրոհ ձեռնարկել Հայաստանի դեմ։ Արդյոք այսպիսով ուզում են ցույց տալ, որ պատրաստ չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Իշխող խմբակցության քարտուղարի խոսքով, թեև Բաքվից անհասկանալի հայտարարություններ են հնչում, այդուհանդերձ վիճակն ապակայունացման չի գնում։ Այո, հույս ենք հայտնում, որ ուրեմն կառուցողական դաշտ կվերադառնա Ադրբեջանը խաղաղության տեքստի համաձայնությունից հետո եւ նաեւ միջազգային հանրության կոչերից նաեւ հետո։ Երևանը մեկ առ մեկ հերքում է Բաքվի կեղծ պնդումները։ Ավելին, կառավարությունը հայտարարեց, Ադրբեջանը Հայաստանին չի փոխանցել հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հստակ ասում ենք, եթե կան տվյալներ փաստական, եւ տվյալը ես կարծում եմ փաստական շատ ցցուն պետք է լինի, չգիտեմ, կրակոցի, ձայնի եւ այլնի տեսքով, նման տվյալներ Ադրբեջանի կողմից չի հրապարակվել։ Պայմանագրի 17 կետի համաձայնեցումից հետո էլ Բաքվից մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով կրկնեցին, իրենց խանգարում է Հայաստանի սահմանադրությունը։ Երևանում խոսում են մայր օրենքի փոփոխությունից, միևնույն ժամանակ պնդում, օրակարգը Բաքվից չէ թելադրված, բացառապես մեր ներքին գործն է։ Այն տեքստը, որը կարա լինի, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում, բոլոր սահմանադրություններին դա վերաբերվում է։ Որն է այդ տարածաշրջանային նշանակությունը, ինչ է սա ենթադրում, ինչպես է փոխվելու մայր օրենքը։ Արդարադատության նախարարն ասում է, նոր են աշխատում տեքստի վրա, դեռ չի կարող ասել, ինչպես է արտացոլվելու այս նշանակությունը մայր օրենքում։ Ոչինչ որոշակի չէ, բայց մեկ բան հստակ է։ Խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը։ Ինչով է գործող սահմանադրությունը սպառնալիք խաղաղության համար, հետաքրքրվում է Էպիկենտրոնը։ Մեր գործող սահմանադրությունը չեմ կարծում, որ որևէ բանով դրան խանգարում է։ Այդ դեպքում ո՞րն է մայր օրենքը փոխելու նպատակը։ Լրագրողների համար հարցերից հետո միայն Գալյանն ասում է, որ չվտանգվի խաղաղության գործընթացը։ Որևէ ձևակերպում, որը Հայաստանի սահմանադրությունը փորձի կասկածի տակ դնել տարածաշրջանում կամ աշխարհում կամ որևէ տեղ խաղաղության կոնցեպտի ներքո, այդ մարդիկ գործում են հակահայկական դիրքերից։ Հենց Բաքվի պահանջով էլ Հայաստանն առաջ է քաշել մայր օրենքը փոխելու հարցը, պնդում են ընդդիմադիրները։ Վստահ են, որ այս եւ հերթական մյուս բոլոր պահանջները կատարելուց հետո էլ Բաքուն չի պահելու որևէ խոստում։ Խաղաղությունն այդպես էլ թղթի վրա է մնալու։ Չի կարելի այդ մարդկանց ադրբեջանական վարկագիծը որևէ ձևով հիմքում դնելով գնալ հաշտության, համագործակցության, հաշտություն, համագործակցություն, արժանապատիվ խաղաղությունը կլինեն ժամանակ, երբ որ Ադրբեջանը ստանա համարժեք պատասխան։ Կլինի միջազգային հարթակներում դիվանագիտական բոլոր հնարքներն օգտագործելով, անվտանգությանը համակարգն ուժեղացնելով եւ պարտնյոր պետություններ ընտրելով, կլինի Ադրբեջանի միջազգային հանցագործներին դատարաններ քարշ տալով։ Որևէ զիջում Բաքվին չեն արել, համաձայնեցված կետերը երկկողմանի են, պնդում են իշխող խմբակցությունից, վստահեցնում, Բաքուն է սինքրոն գործում ու սահմանադրությունը փոխելու հայտարարություններն անում Հայաստանի ներքին կյանքը ապակայունացնելու համար։ Ասում են, թե իրենք փոփոխությունների մասին խոսել են իշխանության գալուց անմիջապես հետո։ Ինչու է մեր միջավայրը ագրեսիվ։ Մինչդեռ նախորդ տարի փետրվարին առաջին անգամ է Փաշինյանը մեր մայր օրենքը համեմատել Կարմիր շորի հետ, որը ագրեսիվ է դարձնում հարևան ցլերին։ Իսկ այդ ժամանակ արդեն Բաքվից սահմանադրության փոփոխության պահանջը հնչել էր։ Այս Կարմիր շորի մասին խոսակցությունը ի՞նչ է նշանակում իրականում։ Այդ նշանակում է, որ մենք ոչ պետական մտածելակերպից անցում ենք կատարում դեպի պետական մտածելակերպ։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։